հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը եւ վազել քամու ետևից։ Մի տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրա հույս դնողները խոտորվեցին։ Ողջույն սիրելի ռադիո լսողներ, Ռադիո IQ-ի եթերում առեղծվածներ հաղորդման հերթական թողարկումն է։ Ստուդիայում կաշխատեմ ես, Սյուզաննա Օհանյանս։ Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարտկային եւ հավերժական։ Երազներն են այն հավերժական եւ հավերժ գրավիչ երևույթները, որոնց մասին խոսելու ենք այս հաղորդման շրջանակներում։ Այսօր պատասխանելու ենք մարդու քնին ու երազներին վերաբերող մի շարք առավել հետաքրքրական հարցերի։ Չենք կասկածում, որ դրանք ոչ միայն կհետաքրքրեն ռադիո լսողներին, այլև նրանց մեջ նոր հարցեր կծնեն, որոնց մենք պատրաստ ենք պատասխանելու հաջորդ հաղորդումներում։ Ինչու է մարդը երազներ տեսնում, որոնք են մարդու կյանքում երազների հիմնական ֆունկցիաները, բնությունն ինչու է մարդուն օժտել երազներ տեսնելու ընդունակությամբ։ Երազները մարդկային կյանքի ամենախորհրդավոր եւ ամենազարմանալի երևույթներից են։ Երազների նկատմամբ հետաքրքրությունը հազարամյակների ավանդույթ ունի։ Դրա առաջացման վերաբերյալ տարբեր գիտություններ, տարբեր վարկածներ են առաջադրում։ Եթե ուշադրությամբ թերթենք պատմության եւ հատկապես սուրբ գրքի էջերը, ապա կարելի է նկատել, որ բազմաթիվ պատմական դեպքերում երազը մշտապես գտնվել է թագավորների եւ այլոց ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր երազ մարդուն ուղարկված հաղորդում է այն մասին, թե կենսական ինչ վիճակում է ինքը։ Այդ հաղորդումը պետք է կարդալ կարողանալ։ Փորձը ցույց է տալիս, որ երազների մեկնության ստանդարտ խորհրդանիշները հորինված են եւ չեն աշխատում։ Երազների սիմվոլները, տեսիլքները բացահայտելու համար մարդիկ դիմում են տարբեր մեթոդների։ Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը, իմանալու թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը, կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկերուհիներին, լսելու նրանց կարծիքը։ Երազների իմաստը հասկանալու համար շատ գիտնականներ առաջ են քաշել բազմաթիվ վարկածներ։ Ժամանակին լուրջ ուսումնասիրություն երազների մեկնություն է գրել Զիգմունդ Ֆրոյդը։ Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին։ Իսկ ըստ մեծանու փիլիսոփա Արիստոտելի, ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Իսկ կան մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում եւ ինչքան է սովորաբար տևում երազները։ Այս մասին իր կարծիքը հայտնեց հոգեբան Քրիստինա Քոլանջյանը։ Բնականաբար բոլոր քնած մարդիկ էլ երազ են տեսնում։ Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար։ Արտանալուց հետո հիմնականում երազները մոռացում են որոշակի բացառություններով։ Իսկ ինչ վերաբերում է երազների տևողությանը, դրանց տարբեր տեսակետներ կան։ Երազները մնում են հիշողության մեջ եւ որոշ պայմաններում կարող են կրկին երևալ մեր ենթագիտակցության հայացքի առջև։ Օրինակ դրա մասին են վկայում կրկնվող երազները, որոնք վաղուց հայտնի են մարդկությանը եւ այսօր էլ ծանոթները տարբեր մարդիկ հաճախ են պատմում նման երազների մասին։ Ասում են, որ դրանք զուգադիպություններ չեն։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում երազներին այդքան էլ ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք այնքան էլ հատկանշական բաներ չեն։ Իսկ ինչ չափով է քրիստոնեությունը հանդուրժելի համարում աստղագուշակությունը եւ երազների մեկնությունը։ Այս հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար մենք որոշեցինք զրուցել 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանայի հետ։ Երազները այնպիսի երևույթներ են մարդկային կյանքում, որ դարերի խորքից գոյություն ունի եւ դարերի խորքից մարդիկ փորձել են բարձրանել երազները, ինչ-որ լուծումներ տարվել, լուծեն թե ինչ է երազները եւ այդպես էլ չեն կարողացել հասկանալ։ Բայց եկեղեցին ոչ ընդունում է երազահանությունը, ոչ ընդունում է աստղագուշակությունը, առավել եւս ոչ ընդունում է բախտագուշակությունը։ Չնայած բոլոր երկրներում, թե քրիստոնեական, թե մուսուլմանական, գոյություն ունեն երազահան գրքեր, այսինքն որ մարդիկ առաջնորդվում են երազներով։ Բայց ոչ ոք չի կարողանում հասկանալ մի հասարակ, չնայած շատ կարևոր, որ ասել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. վաղվա օրը մերը չի, վաղվա օրը Աստծունը։ Կարևորը հավատքն է Աստծուն նկատմամբ։ Կարևորը զգաք ձեր մեջ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Ոմանք հավատում են երազներին ու առաջնորդվում դրանցով, ոմանք էլ չեն հավատում եւ ուշադրություն չեն դարձնում դրանց։ Այդպես էլ երազները երբեմն կատարվում են, երբեմն ոչ։ Այնուամենայնիվ, քրիստոնյա հավատացյալները չպետք է հավատան երազներին։ Կրոնական գաղափարախոսությունը այն չի ընդունում։ Երազների եւ մյուս ենթագիտակցական երևույթների ուսումնասիրության ոլորտը շատ լայն է, եւ դրանց մասին ուղղակի հնարավոր չէ խոսել մեկ հաղորդման ընթացքում։ Առաջիկայում մենք անպայմանորեն կրկին կանդրադառնանք այս խնդրին, ներկայացնելով ձեզ մի շարք հետաքրքրաշարժ փաստեր։ Իսկ այսօրվա մեր եթերաժամը մոտեցավ իր ավարտին։ Ստուդիայում աշխատում էր Սյուզաննա Օհանյանը։ Մինչ նոր հանդիպումներ։